Ողջույն, 24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանը։ Բարև ձեզ, պարոն Աբրամյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից, ինչ տպավորություններ ունեք դուք, ինչու մենք զորահանդեսում հանդես չեկանք, ներկայացվածություն չունեցանք, զորախումբ չուղարկեցինք։ Ինչով է պայմանավորված։ Գիտեք, ես կարծում եմ, որ առաջին եւ հիմնական հանգամանքը այն էր, որ զորք այնտեղ չուղարկելը Հայաստանի իշխանությունը փորձեց ներկայացնել արևմուտքին որպես կոմպրոմիսային տարբերակ իր Մոսկվա գնալու եւ այն, որ հաղթանակում կամ հաղթանակի 80-ամյակի այս միջոցառումների ժամանակ ինքնին շատ կարևոր էր հայկական զորախմբի այնտեղ գտնվելը, դա բնականաբար իշխանությանը որևէ ձևով չէր հետաքրում։ Ես վերջերս մասնակցում եմ միջոցառման Ռուսաստանում հաղթանակի 80-ամյակի հետ կապված, որտեղ Ադրբեջանի պատվիրակը հաղթանակում Ադրբեջանի ունեցած հաջողությունների մասին խոսելիս 80-90%-ը խոսում էր ադրբեջանական նավթի պատերազմում գործածելու մասին, այն դեպքում, երբ որ այդ պատերազմի արդյունքում միայն 100-ից ավելի հերոսներ ուներ Հայաստանը, հայ ժողովուրդը, չեմ խոսում բազմաթիվ մարշալների, զորահրամանատարների եւ առասարակ հայ ժողովրդային դերը, որը եղել է այդ պատերազմում հաղթանակի գործում եւ այս իրավիճակում տարիներ շարունակ մեր շարասյունը տարբեր զորահանդեսների ժամանակ Մոսկվայում քայլել է, դա ոչ թե եղել է քայլ ուղղված Մոսկվային, այլ դա եղել է հայկական հաղթանակի վերահաստատումը, վերարժևորումը եւ այնտեղ այս իրավիճակում Փաշինյանի գեոքաղաքական, այսպես ասեմ, որոշումները ըստ էության նաեւ ոչ միայն ցավ էին, այլ նաեւ հարված էին հայկական հաղթանակներին եւ հայ ժողովրդի հավաքական հաջողությանը։ Իսկ արևմուտքից ինչ արձագանք կլիներ, որից կարծում եք աշխատվեց Փաշինյանը, որ զորախումբ ուղարկի։ Դժվար եմ ասել, թե կուլիսներում կողմերը ինչ են իրար քննարկել, բայց ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է ամեն կերպ սիրաշահել արևմուտքին եւ չանցնել մի քանի անգամ այն կետերը, որը միջև այս անցել է Մոսկվայի նկատմամբ։ Հիմա այս իրավիճակում իրենց համար դա կոմպրոմիսային տարբերակն է ընտրվել, որոնք փորձել են մի կողմից ծախել Մոսկվա գնալու այդ հանգամանքը, մյուս կողմից զորախումբ չուղարկելու մոտեցումը։ Իսկ առասարակ շփումները ինչպիսին էին կարծում եք, ջերմություն կար, թե սովորական էր։ Շատերն ասում են բավականաչափ ուշադրություն չդարձրեցին, միտումնավոր անկյուն էին նստացրել։ Գիտեք, չեմ կարող այդ էմոցիաների հիման վրա անալիզ ներկայացնել, բայց երկու բան կարող եմ հստակ ասել։ Առաջին անկախ նրանից, որ Մոսկվա Փաշինյանի այցը այնուամենայնիվ կայացավ, դա չի խոսում դեռ այն մասին, որ մարդկային հարաբերություններում կամ հայ-ռուսական հարաբերություններում եղած խնդիրները հաղթարվել են, հատկապես որ դրան զուգահեռ եւ այստեղից են խոսում եւ դրանից առաջ Փաշինյանն էր խոսում այն բոլոր խնդիրների մասին, որոնք արտահայտվել են հատկապես վերջին 5 տարիներին։ Մյուս կողմից Մոսկվայի համար կարևոր էր Հայաստանի ղեկավարի մակարդակով այցը եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ երկու հանգամանքն էլ կա։ Իսկ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունները կապ ունի այս ընդհանուր դիրքորոշման հետ կապված, որովհետև նա փաստորեն արդարացնում էր ֆաշիզմը եւ ասում էր, որ եթե հաղթանակ նրանք տանեին, կգային եւ միացյալ Հայաստան կստեղծեին։ Մի քանի հանգամանք կա այստեղ, որը կարելի է առանձնացնել, նախ եթե դա պետության կամ իշխանության համար այս դեպքում չլիներ կարևոր, ոչ միայն հմեկից չէր հնչի, նաեւ հաշվառով այն հանգամանքը, որ եթե չեմ սխալվում, դա ուղի եթերի ռեժիմով չի եղել։ Եվ երկրորդը նույն հեռուստաընկերության եթերում նաև այլ ֆորմատ էր, տարբեր մասնակիցներ, այսինքն այլ ձևաչափային փոփոխության, որում ըստ էության նույնատիպի բովանդակությամբ նյութեր էին հնչում եւ թեման ըստ էության նաև շարունակվեց։ Գիտեք, այսինքն հստակ քարոզչություն կար այդ ուղղությամբ։ Դե բնականաբար հանրային հեռուստաընկերության պատահական բաներ չի լինում եւ կոնտենտը ոչ միայն այդպիսի հաղորդումներ, այլ առասարակ տեղեկատվության հետ կապված ցանկացած բան ֆիլտրացիա եւ մանրազանին խոշորացի տակ ուսումնասիրության է ենթարկվում։ Ակնհայտորեն անկախ Հայաստան ոնց կմեկնաբանվի պատմական տեսանկյունից Հայաստանում, Մոսկվան սա բնականաբար ընդունում է որպես իրեն հասցված հարված, որովհետև ցանկացած փորձ, որը խեղաթյուրի կամ այլ կերպ կներկայացնի
իրականությունը, հատկապես ոչ միայն Ռուսաստանի համար, այլ նախկին սովետական միության համար ամենակարևոր ճակատամարտերի Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերի հետ կապված, բնականաբար Մոսկվան դա ընդունում է ուղիղ իրեն որպես հասցված հարված եւ կրկնում եմ, եթե սա լիներ այլ հեռուստաընկերությունով, ինչ-որ այլ լրատվամիջոցով, միգուցե դրա դերը այդքան շատ չլիներ, բայց հաշվի առնելով, որ դա հանրային հեռուստաընկերությամբ է եղել եւ այլ ձևաչափով նաեւ շարունակվել է, սա բնականաբար բավականին ծանր ազդակ է, որը Մոսկվան բնականաբար ինչ-որ պահի անպատասխան չի թողելու։ Հիմա տեսեք, խնդիրը այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարժվի այնպես, որպեսզի դա բավարարի Մոսկվային եւ այլն, որովհետեւ տարբեր փուլերում եւ մինչեւ 2018 թվականը եղել են հարցեր, որտեղ պաշտոնական Մոսկվա եւ Երևանի մոտեցումները եղել են տարբեր, սակայն եթե մենք խոսում ենք այս process-ների կամ այդպիսի տեղեկատվական խոսքերի արտադրման մասին եւ խոսում ենք դրա հնարավոր ազդեցության մասին Մոսկվայի նկատմամբ, ապա ակնհայտորեն դա Մոսկվայի համար ոչ միայն տհաճ է լինելու, այլ ցավով եմ ասում, սա հետագայում բերելու է հակազդեցության։ Ավելին ասեմ, եթե նկատել եք տարիներ շարունակ եւ հատկապես 22 թվականի այդ ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանում շատ ավելի ուշադիր են այս թեմատիկայի նկատմամբ եւ այնտեղ ինստիտուցիոնալ առումով մեծ աշխատանքներ են տանում կանխելու նմանատիպ խոսքերի այսպես ասեմ, արտադրվելը կամ հրապարակումները տարբեր երկրներում եւ իմ ասածը հենց այս տեսանկյունից պետք է հաշվի առնել։ Պատմական իրողությունների տեսանկյունից իհարկե իշխանության մատուցածը եւս որևէ այսպես ասեմ իրողությունների հետ որևէ առնչություն չունի։ Սա ես բացառապես ընդունում եմ որպես հակառուսական այդ տրամադրությունների կամ քաղաքականության ներքո, որը մեզ որևէ լավ տեղ չի հասնում։ Այսինքն շարունակական այդ ամեն ինչը տարվում է, թեև մենք տեսնում ենք, որ արևմուտքից առանձնապես հետաքրքրվածություն կամ աջակցություն չկա, բայց հակառուսականություն ամեն դեպքում խրախուսում եւ շարունակվում է, ինչու։ Եվ ինչու այդ դերը ստանձնել Արծրունը Հովհաննիսյանը։ Կամ իրավիճակներ, երբ որ իշխանությունը կլինի կամ մեկ այլ բանախոս կլինի կամ այլ ուժեր կլինեն, նրանց արտահայտած կամ դաշտ բերած լրահոսը, որը հակառուսական իր մեջ ըստ էության տրամաբանությունները պարունակում, կարող է հանրության մի մասի համար օբյեկտիվ որոշակի ընկալումներ ստանալ, հատկապես 44-օրյա պատերազմին դրան հաջորդած ժամանակահատվածում 23 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական գործողությունների եւ բռնի տեղահանման համատեքստում։ Իշխանությունը սա լավ գիտի եւ խնդիրը այն է, որ նա հատկապես փորձում է թիրախ դարձնել այնպիսի թեմաներ, որոնք գիտի, որ Ռուսաստանի համար շատ ավելի ծանր են լինելու, այո, եւ այդտեղ օբյեկտիվ գործոն չկա։ Եթե մենք Արցախի դեպքում ես ինքս էլ նույն այս տաղավարում բազմիցս խոսել եմ այն բոլոր խնդիրների մասին, որը ռուսական կողմը ըստ էության ակնհայտորեն թույլ է տվել, ապա այդ հայնական պատերազմի այդ պատմական իրողությունները վերաբերող հատվածների հետ կապված այստեղ առանձնապես մեծ բանավեճ չկա եւ նաեւ սրանով է այն ողջ վտանգավորությունը, որը այսօր արտահայտված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ անձի կամ անձանց ներգրավվածությունը, ապա յուրաքանչյուր ինքն է որոշում, թե ինչ ծառայություն է մատուցում իշխանությանը, ինչի դիմաց եւ յուրաքանչյուրն է որոշում, թե իր արժանապատվությունը ինչքանով է վաճառում կամ առասարակ վաճառում է, թե չի վաճառում։ Իդեպ որոշ ժամանակ առաջ նա իրական Հայաստանն էր գովերքում, ասում էր ակադեմիական մակարդակի պետք է բերենք։ Նույն Արծրուն Հովհաննիսյանը։ Արծրունին ես ճանաչում երևի 2010-11 թվականներին, ամենայն դեպս սկզբնական փուլում լրիվ այլ տպավորություններ եմ ունեցել իր նկատմամբ, որովհետև բավականին մեծ ժամանակ էր ծախսում կրթության վրա, ռազմական ուսումնասիրությունների վրա, անկախ նրանից դա որևէ մեկին դուր էր գալի, դուր չէր գալի կամ որքանով էր դրանք մեծ արդյունավետություն ապահովում։ Համայն դեպս այն պահվածքը, որը հատկապես Արծրունում դրսևորվում է 20 թվականից հետո, ոչ միայն անթույլատրել է, այլ որևէ մարդու պատիվ չի բերում, հատկապես երբ որ այդ մարդը հանդես է գալիս զինվորականի կարգավիճակում, եթերների կամ տարբեր միջոցառումներ է գնում զինվորական համազգեստով, ինչը շատ ավելի ստորացուցիչ իրավիճակ է ստեղծում ոչ այնքան այդ անձի համար,
այլ որքան զինված ուժերի համար, որովհետև կրկնում եմ, անկախ այն հանգամանքից, թե ինքը ինչ ծառայություն է մատուցում իշխանությանը, դա անում է զինվորականի համազգեստով եւ զինվորականի կարգավիճակով։ Իսկ նպատակը կարծում եք ի՞նչն է, առաջիկա ընտրություններ են եւ սպասելիքներ կան։ Գիտեք, յուրաքանչյուրը իր մասով ունի ակնկալիքներ։ Մեկ ուզում է բարձր պաշտոնի գնալ, մեկ ուզում է որևէ դիրք զբաղեցնել, մեկ ուզում է ավելի բարձր զինվորական կոչում ստանալ, մեկ ուզում է ֆինանսական ավելի մեծ իր կարիքները բավարարեն։ Ես չեմ կարող ասել, թե մոտիվացիան որն է։ Համեն դեպս ինչ էլ ուզում է դրա ներքո լինի, շատ անփառունակ գործունեություն է, որը ծավալել է, եւ անկեղծ եմ ասում, որպես մարդ, ով դեռ 15 տարի առաջ ճանաչել է Արցունին, տարբեր կարգավիճակներում, ռազմական փորձագետ, որպես ՊՄ-ի համակարգում գտնվող անձի եւ այլն, ես չէի ուզենա իրեն այդ կարգավիճակում տեսնել, բայց ինքն է ընտրում իր ճանապարհը, ինքը հասուն մարդ է եւ դա շատ անփառունակ ճանապարհ է։ Խոսենք նաև սահմանային լարվածությունից, որը պարբերաբար շարունակվում է, վերջին անգամ տեղեկություն ունեցանք, որ բնակավայր է վնասվել։ Այս ֆոնին նաև տեսնում ենք, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարն է պաշտոնական այցով գտնվում Ադրբեջանում, մշտական հանդիպումներ, նաև միասին զորավարժություններ իրականացրեցին։ Դուք ինչ վտանգ եք տեսնում, արդյոք այս ամենը զարգացում կունենա, ինչ են ուզում հասնել այս ամենը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի, հատկապես ռազմական բլոկում համագործակցության ամենամեծ խնդիրները կապված են ադրբեջանական բանակի մոդեռնիզացիային, այդ թվում անձնակազմի վերապատրաստմանը եւ նոր տեխնոլոգիաներով հարստացմանը, եւ այս տեսանկյունից Ադրբեջանը ըստ էության իր ծրագիրը 25-20-25 թվականների համար նախատեսված հնգամյա նատոական չափանիշների թուրքական մոդելով նախապատրաստած ըստ էության ավարտում է։ Մյուս կողմից տարբեր փուլերում նաև ֆիքսվել է տարբեր երկրներից, Թուրքիայից, Պակիստանից, նաև եվրոպական մի քանի երկրներից եւ հատկապես Իսրայելից 20 թվականից հետո Ադրբեջանին սնուցումները եւ մատակարարումները ռազմական տեսանկյունից դրանց մի մասը, այս դեպքում հսկայական մասը հրապարակված չի, դեռևս պարզ չէ, թե ինչ հիմնական մատակարարումները խոսքը, բայց այն, որ Ադրբեջանը բավականին լայն թափով սպառազինվում է, դա ինքնին արդեն իսկ խնդիր է առաջացնում։ Ինչ վերաբերում է վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի ուղղություններով եւ հատկապես Սյունիքի մարզի խնածախ եւ խոզնավար ուղղությամբ արձանագրվող հրադադարի ռեժիմի տարբեր հարցերին, ապա սա բացրանեց, որ ադրբեջանական սադրանքեր, սա ավելի մեծ հարցեր է առաջացնում այն տեսանկյունից, թե ինչեր հայկական կողմը իշխանությունը խուսափում ժամանակին խոսել դրա մասին, որովհետև պաշտոնական առանձին առաջին կասկատոր տեղեկությունը եղավ այդ հրադադարի ռեժիմի խախտումից երևի մոտ 1 շաբաթ կամ 8 օր հետո։ Երկրորդը մինչև այժմ հայաստանյան իշխանությունը դեռևս չի ներկայացել իր գնահատականը այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչով է պայմանավորված եղել իր այդ թեմայի քողարկումը։ Սա շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ կարելի է տարբեր իրավիճակային հարցեր քննարկել, վերլուծել, ուսումնասիրել, բայց բնականաբար կան որոշակի քաղաքական հարցեր, որոնց շատ քիչ մարդ է տիրապետում եւ բնականաբար իշխանության նեղ շրջանակից դուրս մարդիկ չեն տիրապետում։ Իսկ իշխանությունը այս շրջանում այդպես էլ որևէ լուրջ բարձրաբանում չներկայացրեց, թե ինչ էր ուզում դրանով ասել Ադրբեջանը եւ ինչին հասավ դրանով Ադրբեջանը։ Այս հարցերի պատասխանը մենք միջև Դե անվտանգության խորհրդի քարտուղարն ասում էր, որ տվյալներ ենք մենք փոխանցել, իրենք էլ են փոխանցել, հետաքննություն է ընթացել։ Բայց ի՞նչն են քողարկում ձեր կարծիքով։ Այնքան բարդ է մեկնաբանել մարդկանց, ովքեր սեփական հողը ուրանում են։ Սա զուտ զգացմունքային բան չեմ ասում, ուղղակի այդ եռատոնի ժամանակ Արմեն Գրիգորյանին լրագրողների ուղղված հարցը եւ նրա պատասխանը բավականին ողբերգական իրավիճակ է ստեղծում, եթե չեմ սխալվում, վայրներ այդ հարցադրումն անում ու ոչ միայն իրեն։ Եռատոնի հետ կապված։ Այո, գիտեք, մարդը, ով ծնվել է Արցախում, Արցախի Մարտունու շրջանում, ով հպարտորեն հայտարարում էր, որ ինքը իր հարսանիք արել է Շուշիում, այսօր ուրանում է ոչ միայն Շուշին, այլ իր ծննդավայրը Արցախը եւ ըստ էության իր ծննդավայրը համարում է Ադրբեջան, հասկանում եք, այդ կարգի մարդկանց նույնիսկ քաղաքական գործիչների դեպքում շատ դժվար է մեկնաբանել։
այսինքն սեփական հայրենիքը, տունը, ընտանիքը ուրացող մարդկանցից սպասել որևէ ինֆորմացիայի, որը քո համար կարող է քննարկման առարկա դառնալ կամ իրենից հայկականություն կամ հայկական շահերը հաշվառնող որևէ բանավեր ստեղծել, պարզապես այս դեպքում չեն կարող ասել։ Իսկ նրա մնացած մտքերը, որոնք այդ ինֆորմացիայի փոխանակման մասին ասում են, դրանք զուտ ձևական process-ներ են, որոնք որևէ բանի չեն հանգեցնում։ Իսկ որ ասում եք քողարկում էին, ի՞նչն էին քողարկում։ Որ ասում էին, որ օդ են կրակում, այսինքն թիրախային է եղել, թաքցրել են, ինչ խնդիր կար։ Փաստորեն մեկ շաբաթ իրադրային փոփոխություններ եղել ճակատի մի ուղղությամբ, որը վտանգավոր է առաջին հերթին նրանով, որ այդտեղ նաև շատ մոտ հատվածում բնակավայրեր կային, հատկապես Խնածախի դեպքում, թեև վերջին կրակոցների ժամանակ։ Այո, Խոզնավարի դեպքում 400-500 մետր, եթե չեմ սխալվում, ամենամոտ դիրքը, Խնածախի դեպքում անմիջապես գյուղի, կարելի ասել, տարածքում է գտնվում եւ շատ մոտ բնական առանձնատաներին եւ նաեւ տարբեր հասարակական նշանակության օբյեկտներին։ Այսինքն մեկ շաբաթ իրադրային փոփոխություններ տեղի ունենում այդ ուղղությամբ, բայց իշխանությունը դրա մասին որևէ տեղեկություն չէր տալիս։ Հիմա քաղաքացու մոտ հարց է չէ առաջանում, նաև մեր բոլորիս մոտ։ Լավ, ինչ եք դուք քողարկում։ Ինչու՞ օրինակ չէր արձանագրում, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտում էր թույլ տալիս։ Դա այնքան չարձանագրվեց, եւ միգուցե չարձանագրվեր, եթե սա այդ կապված աղմուկ չբարձրանար։ Առաջիններից մեկը ով գնացել է այդ գյուղ, քաղաքական գործիչներից եւ ես եմ եղել։ Գնացել եմ տեղում, եմ ծանոթացել իրավիճակին։ Մարդիկ փոխանցում էին պարզապես, որ տեղական իշխանությունները, ուժային կառույցները բոլորին զգուշացրել են, որ ամենախիստ պատժի կարժանան, եթե իրավիճակի հետ կապված որևէ տեղեկություն փոխանցեն դուրս եւ ավելի կոնկրետ լրատվամիջոցներին։ Այսինքն ի՞նչն էր իշխանությունը թաքցնում։ Նմանատիպ դեպքերում հակառակը, եթե իշխանությունը ելներ իր պետության առաջնորդությունից, նա պետք է առաջինը օպերատիվ ձևով տեղեկատվություն ոչ միայն փոխանցել իրավիճակի մասին, այլ նաև դրա մասին բարձրաձայներ, հասնել համապատասխան սուբյեկտներին, կառույցներին, որ այսպիսի իրադրային փոփոխություն կա։ Բայց Հայաստանի իշխանությունը թաքցնում էր։ Հիմա միակ բանը, որ իմ մոտ բազմաթիվ վերլուծություններից հետո գալիս է, այն է, որ իշխանությունը այս տարիների ընթացքում փորձում է փչել խաղաղության, կեղծ խաղաղության փուչիկը, դրա շրջանակներում իրեն որևէ ձևով ձեռնտու չէ, որպեսզի հանրությունը ֆիքսի, որ դա իրականում փուչիկ էր, որովհետև տարբեր փուլերում կարող է իր դրսևորումները ստանալ սադրանքների կամ աստված մի արարծեմ ինչ-որ դեպքում շատ ավելի մեծ գործողությունների ձևով, եւ կարծում եմ, որ առաջին հերթին դրանով էր պայմանավորված, որ իշխանությունը փորձում էր սվաղել եւ անցնել առաջ։ Խոսենք նաև բանակի շուրջ տարվող փոփոխությունների մասին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, բարեփոխումների մասին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ ասուլիսով հանդես եկավ, շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր։ Ինչ կասեք, ինչ տպավորություն ունեք։ Իշխանությունը մի կողմից խոսում է դրա մասին, որ հնարավորություններ կամ բարձր հնարավորություններ, ֆինանսական հնարավորություն ունեցող մարդիկ սողանցներ են գտնում տարբեր պատճառներով զինվորական ծառայությունից կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար, մյուս կողմից ստեղծում են դրա օրինական ճանապարհը։ Այսինքն խնդիրը լուծելու փոխարեն փորձում են դա բերել եւ վերածել փողի։ Այսինքն եթե դու ասում ես, որ կան սողանցքներ առողջապահության մասով, կրթական մասով կամ մեկ այլ մասով, որոնք տարբեր քաղաքացիներ եւ հատկապես պատճառ են, որ բանակից խուսափեն եւ հատկապես ունևոր մարդիկ օգտագործում են, եւ դա դու ներկայացնում ես խնդիր, դու ոչ թե գնում ես այդ խնդրի լուծման ճանապարհով, այլ դու գնում ես ըստ էության կաշառքը օրինականացնելու ճանապարհով։ Հիմա ինչ է ստացվում։ Մարդը, որ այս նախագծի որ ներկայացված է, մարդը, որ ունի 20 միլիոն դրամ ընտանիքը կամ ունի 20 միլիոն դրամ փող գտնելու, դա վարկով կլինի կամ մեկ այլ ձևով կլինի, կարող է իր տղային ազատել ծառայությունից։ Հիմա սրա տակ ինչ ուզում են ասեն, գիտեք, դրա համար 2-3 մարդ կարող է գնալ ծառայել եւ այլն։ Ավելի բարձր աշխատավարձով։ Բայց հիմա փաստը մնում փաստ, որ լինելու են երկու խմբի մարդիկ։ Մարդիկ, ովքեր չունեն այդ հնարավորությունը, որպեսզի մեծ ցանկության դեպքում էլ ազատեն իրենց որդիներին ծառայությունից, եւ լինելու են մարդիկ, ովքեր այլևս չեն ման գալու սողանցներ, միգուցե ավելի մեծ գումարներ չեն ծախսելու, այս ձեռքով ձախականց չեն բռնելու, ուղղակի գումարի վճարման միջոցով
լուծելու են իրենց որդիների զինվորական ծառայության խնդիրը։ Այսինքն հայրենիքի պաշտպանությունը աղքատներին է մնում։ Դե հիմա երկու բան է ստեղից առաջանում։ Նախ սոցիալական բևեռվածությունը շատ ավելի աճում է, իսկ դա կարող է բերել նաև թշնամական դրսևորումներ, ես կարող եմ օրինակներ բերել։ Հասարակության մեջ թե ինչու են տղան ծառայում։ Այո, եւ երկրորդը, տեսեք, մենք ոչ 10 միլիոնանոց, ոչ 20, ոչ էլ 30 միլիոնանոց երկիր ենք։ Մենք հիմա երևի 2.5 միլիոն ունեցող ժողովուրդ ենք, հələ այդքան մարդ որ ունի այս պահին գրանցում, բայց պարզ չէ, մարդը դուրսն է, ներսն է եւ այլն եւ այլն։ Եվ այնպես չէ, որ այնտեղ բոլորը խմբերով սպասում են, որ աշխատավարձը մի քիչ բարձրացնես, իրեն գնան պայմանագրային ծառայության մտնել։ Մենք այսօր մարդկային ռեսուրսի խնդիր ունենք։ Այդ մարդկային ռեսուրսի խնդիրը տեսնում առաջնորդին վարժական հավաքի մասնակիցների թվը, որը գաղտնի թիվ է, բնականաբար ես չեմ հնչեցնի, բայց իմ պաշտոնի բերումով ես այդ թվերին տիրապետում եմ։ Ես գիտեմ, թե մենք ինչ խնդիր ունենք զինված ուժերում, եւ ես չեմ տեսնում այդ խնդիրների լուծումը այսպիսի օրինակացերի առաջբերման պարագայում։ Իդեպ նաև ասել ժամկետային ծառայության ժամկետն է պետք է կրճատվի։ Այո, դրա մասին շատ ավելի թեթև են խոսում, դա նաև արտահայտված է զինված ուժերի անցյալ տարի ընդունված բանակի կերպափոխման հայեցակարգում, իհարկե այնտեղ գրված չէ թե ինչքան պետք է կրճատել, բայց գրված է որ մինչև 27 թվականը պետք է կրճատել։ Դա ես հիմնական դիտարկում եմ նախընտրական քարոզության շրջանակներում նկատի չունեմ որ դա բացառապես լինել նախընտրական խոստում, որը չի իրականանալու, բայց դա ակնհայտորեն բավական մեծ թվով մարդկանց վրա ազդեցություն թողնելու է, մեկ։ Եվ երկրորդը ուզում եմ մի պատկերավոր օրինակ ներկայացնեմ։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ նույն շենքում, նույն բակում ապրում են մոտավորապես նույն տարիքի 6 տղաներ։ Հիմա այդ 6 տղաներից 3-ի ծնողը հնարավորություն է գտնում, մեկը աշխատել է, մեկը վարկ է վերցնում, մեկը տուն է ծախում եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ է դառնում։ Հիմա մեկը 21, այն 3-ը 20 միլիոն տալիս ազատվում են, այն 3-ը գնում են զինվորական ծառայության։ Ընդ որում չեմ պնդում, որ մնացած գնացողները գնում են զուտ նրա համար, որովհետեւ փող չունեն, որովհետեւ կլինեն հաստատ մարդիկ, ովքեր կունենան գումարը, բայց իրենց որդիները գնան ծառայության։ Հիմա ինչ է ստացվում։ Այս մեկի որդիները գնում են զինվորական ծառայության։ Հետո վերադառնում են 3-4 տարի հետո գնում են վարժական հավաքներ, հետո վերադառնում են։ Վաղը գնում է ռազմական գործողություններ, գնում են ռազմական գործողությունների։ Հասկանում եք, հիմա պարզ է, չէ՞, այս 3 ընտանիքների, այս 3 ընտանիքների միջև սոցիալական անարդարության եւ ճեղքվածությունը անդադ աճելու է։ Ես վստակ ասում եմ, դրանք շատ դեպքերում նաեւ վերածվել են թշնամության։ Որտեւ Աստված մի արծեք, եթե այո, մեկ գնում է լարված իրավիճակում, չեմ ասում, որ պատերազմական գործողությունների դեպքում նաև մահվան դեպքեր են գրանցում, հասկանում եք։ Հիմա դուք ով գա ինձ համոզի կասի չէ, որովհետեւ իրավիճակ չի ստեղծվելու։ Այս ընտանիքները, այսպես ասեմ, սովորական են մոտենալու կամ ըմբռնելու են այն իրավիճակը, որին գնացել են, ես դա չեմ ընդունում, չեմ կարող ընդունել։ Ես այս օրինակիցի հետ առաջին հերթին ունեմ գաղափարական խնդիր, որը հենց արտահայտված է սրանով հնարավորություն ստեղծել այն ընտանիքների համար, որոնք կարող են պարզապես ազատ արձակվել եւ խնդիր չունել ծառայության հետ։ Մի հանգամանք էլ այնտեղ տարբերակներից մեկը առաջարկում է օրինակ 20 միլիոնի փոխարեն 15 միլիոն եւ 1 ամսվա զինվորական ծառայություն։ 1 ամսվա զինվորական ծառայությունը հնարավորություն չի տալիս մարդուն, երիտասարդին նվազագույն պատրաստություն հասնել զինված ուժերում։ Պարզ է, որ ձևական բնույթ է կրել։ Այո, այսօր մոտավորապես դա կարելի է կազմակերպել 3-ից 4.5 ամսվա ընթացքում, բայց 1 ամսվա ընթացքում ակնհայտորեն դա անհնար է։ Ինչի համար եմ սա ասում, որտեղ ասում եք, գիտեք, թեկուզ 1 ամիս ինքը ծառայում է, հետո հաշվառում է պահեստազորում։ Եթե դու 1 ամսվա ծառայության մարդու պահեստազորում ես հաշվառում եւ նրան զորակոչում ես ինչ-որ մարտական գործողությունների ժամանակ, որևէ խնդիր այնտեղ իրականացնելու հնարավորություն բարձրապես չունի, որտեղ 1 ամսվա ծառայությունը կրկնում նրան որևէ լուրջ պատրաստություն չի տալու եւ ըստ այդմ էլ ռազմական գործողությունների ժամանակ նա ոչ միայն օգտակար չի լինելու, այլ շատ արագ վերածվելու է զոհի կամ իսկ այս դեպքում խնդիրը ինչպես է լուծվելու, որովհետեւ ինքը ներկայացնում է, որ ամեն դեպքում խնդիրը կա, 30-ից 40%-ն է պարտադիր զինվորական ծառայության անցնում։ Իրենք փորձում են անտեսել այն հիմնական
գաղափարական, ռազմահերասիրական դասերակցության հետ կապված հարցերը, որի ճգնաժամը իրենք են հարուցում ու փորձում են թեման տանել բացառապես ֆինանսական դաշտ։ Գիտեք, այն օրը, երբ որ երկրում թիվ 1 պաշտոնյա կարգավիճակ ունեցող մարդը հայտարարում է, որ մեր երկրում հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե զինծառայողը, հասկանում եք, դուք արդեն ամեն ինչ գաղափարական հիմքերի առումով տալիս եք եւ այդ ֆունդամենտը արդեն փշրում եք։ Հիմա դու գաղափարապես ուզում ես մորթել բանակը, բայց ֆինանսական առումով բերել ֆիզիկական ներկայություն ապահովել շարքերում։ Դա զինված ուժեր չեղավ։ Այդ դեպքում դու կունենաս 30,000-անոց, 40,000-անոց բանակ, երբ որ դրա հիմքում չկա գաղափար, հասարակության մեջ չկա մոտեցում, որ արտահայտված է զինծառայողի նրա առաքելության նկատմամբ, հասկանում եք։ Այո, բարոյքեբանական առումով այդ բանակը ստանձնել լրիվ այլ ֆունկցիա եւ այն մասնագիտությունը, որը կոչված է ծառայություն մատուցելու հայրենիքին, հասկանում եք, ինքը դառնում է պարզապես սովորական վարձատրող աշխատանք, որտեղ մարդը կամ աշխատում է կամ չի աշխատում։ Ցանկացած պահին կամ դուրս է գալիս կամ դուրս չի գալիս։ Հասկանում եք, ամեն ինչ բերել են, փորձում են ֆինանսականի տակ դնել, բայց սա բանակն է, սա ունի լրիվ այլ ֆունկցիա, ծառայության նկատմամբ մոտեցումը այստեղ այլ են եւ զուտ այդպիսի ֆիզիկական մոտեցումները որևէ խնդիր ոչ միայն չեն լուծում, շատ ավելի բարդացնում են վիճակը։ Խոսենք նաեւ կարճ իմպիչմենտի գործընթացի մասին, պատիվ ունեմը որոշեց, որ ինքը պետք է նախաձեռնի ազգային ժողովում մասնավորապես, ինչ ընթացք է եւ ինչ հնարավորություններ կա։ Նախաձեռնության հեղինակները ոչ միայն դիմումներով գրավոր դիմել էին խմբակցություններին, այդ թվում էր խմբակցությանը, այլ նաև հանդիպումներ էին ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ եւ նախորդ շաբաթ նաև հանդիպում են ունեցել հանրապետական կուսակցության նաև գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ներկայացել իրավիճակը։ Հանրապետականը ըստ էության վերահաստատել է այն դիրքորոշումը, որը արտահայտված էր նաև պատիվ ունեմ ֆրակցիայի հայտարարության մեջ։ Եվ մենք ամբողջությամբ մեր պատրաստակամությունը հայտնել ենք այդ թեմայի մասը դառնալ։ Հիմա մենք նախնական մեր տեքստում ասել ենք, որ այս պահին մենք տեխնացու չունենք։ Ինչով է սա պայմանավորված։ Առաջնորդին պայմանավորված է նրանով, որ գործընթացը շատ ավելի մեծ է, քան մեկ քաղաքական ուժը կամ ֆրակցիան, եւ թեև մենք պատրաստակամություն ենք հայտնել մենք նախաձեռնելու, որտեղ միայն падգամավորները կարող են նախաձեռնել եւ կոնկրետ Նարեկը կամ Էդգարը իրենք պարզապես իրավունք չունեն նախաձեռնելու խորհրդանում այդ գործընթացը, բայց դա ենթադրում է շատ ավելի մեծ գործընթաց, որտեղ պետք է լինի հնարավորինս կոնսենսուսային տեխնացու, պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք ճնշումների գործադրման, փողոցում հավաքվելու, ընդհանուր օրակարգով գործողություններ իրականացնելու մասով պետք է ունենան ընդհանուր համաձայնություն։ Դե դուք ասացիք, որ Հայաստան խմբակցությունը ներկայացնի տեխնացու, բայց Աղբան Վարդանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչյանը լուրջ չի ընդունում այս ամեն ինչը եւ ըստ էության նաեւ տեխնացու չեն առաջադրել։ Մեր ֆրակցիան չի ասել, թե Հայաստան դաշինքը ներկայացրի։ Մենք ասել ենք, եթե Հայաստան դաշինքը ներկայացրի, ապա մենք կսատարենք այդ տեխնացուանը։ Մենք ինչ ենք ներկայացնում։ Ասեմ, ինչ ենք մենք դա ասեմ։ Քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում քաղաքական փոխհրաձգություն կար եւ տպավորություն կար, որ կարող է ինչ-որ կարևոր պահի մենք չսատարեինք այնպիսի որոշման, որը կարող էր բերել իշխանափոխության, դրանով է պայմանավորված, որ մենք այդ հարցադրումների պարագայում ասում ենք, որ գործընթացի արդյունավետությունը ապահովելու տեսանկյունից, եթե անհրաժեշտություն առաջանա կամ Հայաստան դաշինքը առաջադրի տեխնացու, մենք պատրաստ ենք իրենց տեխնացուին սատարելու, որտեղ մեր համար խնդիրը ոչ թե մեր տեխնացուին առաջ մղելն է, այլ իշխանափոխությունը իր հանգուցալուծմանը հասցնելն է։ Հիմա եթե չեն առաջադրում, դուք եք ներկայացնելու տեխնացու։ Դե ես հենց սրա մասին եմ խոսում։ Հիմա եթե Հայաստան դաշինքը պայմանականորեն չի ներկայացնում, մենք արդյուն ենք նախաձեռնության հետ աշխատում ենք, ովքեր բազմաթիվ ուժերի հետ են արդեն այս պահին հանդիպել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք են ներկայացել ճանապարհային քարտեզը, իրանք ասում են մենք գիտենք ճանապարհը, բնականաբար այդ ճանապարհը իր հետևից տանող առաջնորդին էլ քննարկումները պետք է տեղի ունենա բնականաբար իրենց հետ, որովհետև այլ բան է, որ դու գնում ես ընտրությունների, այո, գնում ես ընտրությունների եւ այդ պարագայում ես դու ընտրում թե ով է առաջնորդում քո ցուցակ, ուրիշ բան է, որ դու գնում ես իմպիչմենտի ճանապարհով, փողոցային շարժման ճանապարհով, որովհետև այսպես ասեմ, այդ պայմանական հերոսները տարբեր իրավիճակներում կարող են փոխվել։ Մեկը ճգնաժամային գործիչ է, մեկը ընտրական process-ներում է հարմար առաջին համար եւ այլն։
Եվ սա, քանի որ կրկնում եմ, սա պետք է լինի շատ հնարավորինս լայն համախմբան եւ քաղաքական ուժերի կոնսուլտացիայի պարագայում, բնականաբար մենք այստեղ չենք էլ շտապում ասելու, որ մենք սա ենք տեսնում, թե նա ենք տեսնում, մենք ասում ենք արեք այդ քաղաքական ուժերի կոնսենսուս ստեղծեք, դրանք այդ կոնսենսուսի մեջ ով է տեղավորվում, որ տեխնացուն է տեղավորվում, այդ ժամանակ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք։ Մենք ըստ էության տեխնացու չառաջադրելով նաև փորձում ենք հնարավորինս ավելի ճկուն դարձնել այդ արթուն ենք նախաձեռնության սկիզբ դրած այդ գործընթացը, բայց անհրաժեշտ փուլում մեր դիրքորոշումը կարտահայտենք։ Այսինքն հնարավոր է, որ իսկապես այդ քննարկումների արդյունքում տեխնացու ներկայացնեք դուք։ Եվ այդ ժամանակ պետք է որոշի Հայաստանը։ Ցանկացած պարագայում, եթե մենք ստորագրում ենք անվստահության գործընթաց ցելու տակ, այնտեղ պետք է գրված լինի վարչապետի անուն։ Այսինքն մենք նախապես մեր հայտարարության ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել այս process-ը, անկախ քանից որ նախաձեռնությունը գալիս է Նարեկ Մալյանից եւ Էդգար Ղազարյանից, հաշվառելով մեր կարգավիճակը եւ սահմանության մեծ տրված լիազորությունները, բայց բնականաբար տեխնացուի հարցը մեծապես կախված է նաեւ այս process-ի արդյունավետության հետ եւ այս տեսանկյունից բնականաբար դրա շուրջ շատ ավելի մեծ քննարկում պետք է լինի, քան օրինակ բացառապես պատիվ ունեմ խմբակցության շրջանակներում։ Այսինքն քննարկումներ կան, թե պետք է լինեն։ Քննարկումներ կան, իհարկե։ Տեխնացուի հետ կապված։ Այո, այո։ Բայց այսպեսի մտահոգություն կա, որ եթե դա ձախողվի, 6 ամիս հնարավոր չէ կրկին Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնել, հետո էլ գալու են ընտրությունները եւ սա նպաստավոր իրավիճակ է ստեղծվելու Փաշինյանի համար։ Ընտրությունները մնացել է 1 տարի, 1 ամիս։ Հիմա տեսական եթե խոսենք այդ գործընթացը տեղի ունենալու այս ամսվա վերջ կամ հունիսին, 6 ամիսը լինում է տարվա վերջ։ Այսինքն համարել, որ ինչ-որ ուժ կա, որը հայտ է ներկայացել հաջորդ տարի հունվարին գործընթաց սկսելու եւ մենք սրանով կարող ենք նրանց խանգարել, բնականաբար սա այդքան էլ օբյեկտիվ իրողություններին չի համապատասխանում մեկ։ Երկրորդը, քաղաքական դաշտում այս պահին այլ առաջարկ չկա։ Այնպես չէ, որ կա 2-3 առաջարկ եւ մենք պետք է շատ ավելի խորը նայենք, թե որի առաջարկն է շատ ավելի մոտ իրականացմանը եւ փորձենք նրանց հետ աշխատել եւ այդ համաստեղծում քննարկել, թե արդյոք այս կամ այն առաջարկը քննարկելը կամ այդ ուղղությամբ գնալը մյուսների համար խնդրեմ չի առաջացնելու։ Դաշտում եղած ուժերը կամ այս պահին որևէ հրապարակային հայտարարություն չեն արել որևէ process սկսելու մասին։ Այդ Վարդանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչյանը անլուրջ է համարում այս գործընթացը, այսինքն ակնկալել, որ նրանք կմիանան։ Հեսա կվերջացնեմ, էլի։ Էմինե ջան, նայեք, դաշտում կա ուժ Հայաստան դաշինքի առաջնորդի տեսքով, ով ասել է, որ իր պլանները կապված են 26 թվականի դրությունները, իհարկե ինքը ասել է, ես չեմ բացառում փողոցային պայքար եւ այլն, բայց ականհայտորեն այս պահին իրենք գոնե հրապարակային փողոցային շարժման որևէ հայտ չեն ներկայացել։ Կան ուժեր, որոնք հիմնականում տեսանել է, որ աշխատում են 26 թվականի ընտրությունների տրամաբանության ներքո, բայց հրապարակային դրա մասին չեն արտահայտում, եւ կան ուժեր, որոնք ասում են, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները մինչև 26 թվականը, փորձելով մինչև 26 թիվը լուծելու այդ հարցը։ Այսինքն մեծ առումով այնպես չի, որ դաշտում այլ առաջարկներ կա եւ տեսանել է, որ ինչ-որ մեկը աշուն ինչ-որ այլ process է գեներացնել, որ դու գնաս իրանց հետ խոսած, ասես տղեկ, մենք sense process-ի մեջ ենք ուզում մտնենք, կամ մեզ է sense առաջարկը հնչել, մենք խորհրդանում պատրաստ ենք դա առաջ մղել։ Հիմա չկա, հիմա դաշտում կա մեկ առաջարկ եւ մենք բնականաբար այս պայն աշխատում ենք այդ մեկ առաջարկի շրջանակներում։ Իսկ այդ հանգամանքը, որ անլուրջ է վերաբերում ձեր շարժմանը, այսինքն ինչ հեռանկար կա։ Տեսեք, հիմա եթե Հայաստան դաշինքի առաջնորդը կամ իր ներկայացուցիչը ինչ-որ գնահատական է հնչեցնում Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի նախաձեռնած process-ի հետ կապված, ես կարծում եմ գնահատականները այնտեղ արդեն հնչել են փոխադարձաբար։ Ասում եք հայերի հաջորդականությունն է խախտվել, պետք է քննարկվեն միասին, փողոցային ճնշման արդյունքում պետք է այս ամենը արվեր։ Հաշվի չի առնվել իրենց երկու ճանապարհ կա ու երկու հիմնական մոտեցում կա։ Նախ եթե իրանք բանուն էին քննարկելու, կարծում եմ հրապարակային քանի անգամ ես եմ տեսել երկուսի մոտ էլ Նարեկի ու Էդգարի, ասում են որ մենք պատրաստ ենք բոլորի մոտ գնան։ Հիմա ես տեսա որ Հակի հետ են հանդիպում ունեցել, Հայրենիքի հետ են ունեցել, ես ասացի մեր մասին, որքան տեղյակ եմ մի քանի այլ նախաձեռնությունների Երեք Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկի հետ էլ հանդիպեց։ Հա, Էդգար Ղազարյանը։ Ճիշտ ասած չեմ տեսել, բայց ազգային ժողովում։ Հա, ամեն դեպքում հանդիպումների շարք եղել է, թե կար քննարկելու բան, ճշտելու բան, ես կարծում եմ իրար հետ կարող էին պայմանավորվել հիմա դա ճշտել։
Հիմա ես չեմ ուզում մտնել իրանց այդ փոխհրաձգության արանքում, հիմա ժամանակը ցույց կտա, համենայն դեպս կա երկու ուղղություն։ Մի ուղղության մաղողները ասում են, որ միջև տեղում չլինի փողոց, միջև չլինի տրիգեր, ինչ-որ բան չգմփա եւ այլն, ասում են, այդ դրա պարագայում իմպիչմենտի գործընթաց չի կարող լինել։ Կա այլ մոտեցում, որ հաշվառելով այն հանգամանքը, որ իշխանությունը վերջին 7 տարում ունի նվազագույն հեղինակությունը եւ վստահությունը հանրության շրջանում, տնտեսությունը անկում է գնում, անվտանգության առումով պարզում է խաղաղությունը փուչիկ է եւ այսպես բազմաթիվ իրադարձություններ ասում են, որ անվստահության գործընթացի մեկնարկը եւ դրան հաղորդելը կարող է բերել իրավիճակային ակտիվ զարգացումների։ Հիմա գիտեք, երբ որ մյուս տարբերակը չկա, կա այս տարբերակը եւ ցավոք եմ ասում, որ շատ տարբերակներ չկա կամ շատ տարբեր քաղաքական նախաձեռնություններ առաջարկներ չունեն օրակարգում կախված, հիմա կա այս իրավիճակը, կա սա ընտրություններից ընդամենը 1 տարի առաջ տեղ ունեցող իրադարձությունների դաշտում եւ մենք բնականաբար պետք է օգտվենք ստեղծված իրավիճակից, այն եղածից, փորձենք դրա վրա process գեներացնել։ Չէ, պարզապես տունը նստել եւ սպասել 26 թվականի ընտրությունները միշտ դա կարող է սանել։ Դե բայց քաղաքացիական պայմանագրից ծիծաղում են, հրապարակային ճողում են այդ նամակը։ Տեսեք, երբ որ 2018-ին հայտնի իրադարձությունը տեղի ունեցան, կային մարդիկ, ովքեր ապրիլի սկզբին ծիծաղում էին Նիկոլ Փաշինյանի վրա, հետագայում 1 ամիս, 2 ամիս հետո պաշտոններ էին նշանակվում, մի մասը միգուցե ներողություն էր խնդրում, մի մասը չգիտեմ ինչ էին անում եւ այլն եւ այլն։ Այսինքն հիմա ինչ է ակնկալում։ Իշխանությունից մարդիկ ելնեն, ասեն, հա մենք պրինցիպի խնդիր չենք տեսնում, որ անում են, կարելի է Նիկոլ Փաշինյանին փոխել։ Հիմա այն մարդը, որ մի քիչ կասկած կարտահայտեր, կամ նվազագույնը կհայտնվեր Հովիկ Աղազարյանի տեղում, տարբեր քրեական գործերով, խմբակցությունից դուրս, մշտապես նրանց ստորացուցիչ վերաբերմունքի պայմաններում, կամ ուղիղ կհայտնվեր բանտում, կամ բռնության կենթարկվեր եւ այլն եւ այլն։ Հիմա ԿՊ-ում գտնվող անձինք, ես համոզված եմ, որ կան այնտեղ մարդիկ, որ մի մասը հասկանում են, որ մեղմ ասած երկիրը չի գնում այն ուղղությամբ, որը խոստացվել է կամ ժամանակին քննարկել են, տարբեր հրապարակներում հնչեցրել են, բայց այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը վախենում է այն հնարավոր ազդեցությունից, որը իշխանությունը եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի պարագայում կարող է իրականացնել իրենց նկատմամբ։ Դա նշանակում է փողոց շպրտել, ունեզրկվել, բռնության ենթարկվել, բանտում նստել եւ այլն։ Հիմա բոլորը պատրաստ չեն այս իրավիճակում մտնել դրա տակ։ Կարող է լինել իրավիճակ, երբ որ թեման իրադարձությունները զարգացվեն, հասունացվեն, էփվեն եւ ստեղծված իրավիճակում արտահայտվեն մարդկանց նաեւ տեսակետներ։ Հիմա պետք է տեսնել։ Հովիկ Աղազարյանն էլ է թեկնածու առաջադրելու հնարավոր է միանակ։ Ամսի 20-ին նույնիսկ մեկնաբանության խնդիր էլ չկա, բայց մի բան եմ ստեղ նաեւ ուզում հավելացնել։ Տեսեք, եթե մենք ցանկացած process սկսելուց առաջ ասենք, եթե սա 100%-անոց չի լինելու, ուրեմն չենք մտնում թեմայի տակ, ապա ոչ 20 թվականից հետո, ոչ 22 թվականին, ոչ 24 թվականին պետք է որևէ շարժման չմասնակցեինք, որևէ process չգեներացնեինք, չի լինում, հասկանում եք, չես կարող դու տունը նստել, քեզ մեկը տա 100%-անոց իրականացվող պլան, դու գնաս այդ պլանը իրականացվես։ Պայքարը ենթադրում է անդադ աշխատանք, փողոցում է, խորհրդանում է, դրանից դուրս է, դրանք այդ երկուսը իրար հետ համատեղված է, անընդհատ դու պետք է աշխատես։ Ոնց է ֆուտբոլում, չի լինում, չէ՞, որ ֆուտբոլը կանգնի մի հատ հանգարց բան, տակտիկական բան իրականացնեն ու միանգամից գոլ խփել։ Անընդհատ գրողները դարպասին 1, 2, 3, 4-րդը գոլ ա լինում, 5-րդը կամ 6-րդը գոլ ա լինում։ Հիմա դու չես կարող գնաս Պայեստայնային նստանի նստես, կամ դարպասի մոտ հավաքվես, ասես դե չգիտեմ, որ գնամ հասնեմ դարպասի մոտ գոլ կլինի, թե չի լինի։ Պետք է դնել մաքսիմալ, օպտիմալ ճանապարհները գտնել, թե ինչպես կարելի է ապահովել ճնշումը, ինչպես ինչու՞ չէ համոզել մարդկանց, որ ճիշտ ճանապարհը սա է, դա կլինեն քաղաքական անձինք, դա կլինեն պարզապես քաղաքացիներ եւ շարժվել այդ օրակարգով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։